Ընկերներ, բարև ձեզ։ Ձեզ հիմա մի հատ վիդեո եմ ցույց տալիս, նայեք ու այդ վիդեոից հետո հետաքրքիր խոսք ունենք։ I walked across an empty land. I knew the pathway like the back of my hand. I felt the earth. Տեսակ այդ վիդեոն։ Տեսակ թե ոնց է մարդու փառքը կորում։ Եսայան լավ է ասում է ինչա մարդու կյանք ասում է, խոտի պես մի բան է, այսօր կա վաղը չորանում է, հա։ Ձեր փառքը այտենց կորելու է, ընկերներ, ձեր գեղեցկությունը մաշվելու է կորի գնա։ Իրականում, մանավանդ եթե դու երիտասարդ ես, քեզ եմ ասում հիմիկվանից որ իմանաս, հա։ Քո գեղեցկությունը կորելու է։ Չի մնալու, ընկերներ, չի մնալու, իրականում բանը Հովանեսն է, եթե չեմ սխալվում, ասում է, ծաղիկն էլ ասում է, շողում ասում է, բայց ասում է իր թերթերը թափվում են ու չորանում է, հա, բայց ոնց որ Հակոբոսն է։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ ձեզ, ընկերներ, իրականում Աստված ձեզ այսօր հնարավորություն է տվել դրանից խուսափելու։ Ես խոսք ունեմ, Աստծո խոսքն է, դա ձեր համար է, որ Աստված ասում է հավիտյան մնալու է։ Հիմա ես ձեզ ասեմ, այն խոսքը, որ դուք ընդունեք, որ ապաշխարեք իրականում Աստծուն դառնաք ու Աստծո գործերին հետևեք ու Աստծո ճանապարհների մեջ բնակվեք, հավիտյան գեղեցիկ եք լինելու, հավիտյան։ Ու գիտես, հայտնության գրքում ասում է, հայտնության գրքի վերջերում ասում է, լինելու է մի տեղ, որ չի լինելու ոչ ցավ, ոչ լաց, ոչ էլ մահ։ Ինչա դուրս գալիս դու հավիտյան 25 տարեկան ես լինելու, հավիտյան գեղեցիկ ես լինելու ու միշտ երջանկան ես։ Գիտես, այս կյանքի ունայնությունները քեզ խափում է, բայց Աստված ասում է, եթե ինձ հուսաս, ինձ հավիտենական ասում է, այդ հավիտենականն ասում է իշխանությունը քեզ կտամ, ասում է, թագավորներ կսարքեմ իմ արքայության համար, քահանաներ ու երեցներ կդնեմ, հա։ Քրիստոսն ասում էլի հայտնության գրքում։ Դրա համար ընկերներ, ուզում եմ ասեմ, այդ գեղեցկության այդ փառքին մի նայեք, մանավանդ երիտասարդները, ձեր փառքը անցնելու է, չի մնալու։ Բայց Աստծո խոսքը պահեք ձեր սրտում, որ հավիտյան է ու ձեզ հավիտյան կենդանություն է տալու։ Կպահեք ու կտեսնեք ու երբ որ պահեք, որ երբ որ երկնքի արքայության մեջ հանդիպենք, կվկայեք ու կասեք դու ճիշտ էիր ասում, երբ որ երկրի վրա ենք։ Դա է ուզում ասել, ընկերներ, թող Աստված իրապես օրհնի ձեզ, թող Աստված ձեզ գիտություն տա հասկանալու, գիտակցելու համար, որ սաղ ինչ տեսնում եք անցողիկ է, հա։ Այն շքեղ մեքենաները են, ամենը անցողիկ է։ Միակ մնացողը իմ հոր Աստծո խոսքն է, Քրիստոս Հիսուսն է, հա, որը մարմնով եկավ ու մենք նրա փառքը տեսանք, ոնց որ Հովանես ավետարանիչն է քարոզում։ Անենց որ ընկերներ ապաշխարեք Աստծուն, ընդունեք ձեզ Տեր ու Փրկիչ ու իմացեք, որ հավիտյան տեղ ունեք ու ձեր անունը կգրվի այն կենդանի գրքում, որը որ վերջում բացվելու է դրանով մտնելու են ամեն մեկը մտնելու Աստծո արքայություն, հա, երբ որ այնտեղ անունը գրված լինի, երանի քեզ որ քո անունը այնտեղ գրված լինի։ Դա է ուզում ասել, թող Աստված իրապես օրհնի ձեզ, անկեղծ ամենայն սրտով օրհնում եմ ձեզ, հա։ Թող իրականում այս աշխարհի սուտ փառքը ձեզ չխափի ու ձեր աչքերը բաց լինեն, որ դուք տեսնեք ինչն է ճշմարտությունը, ինչն է կյանքը ու ինչն է հավիտյանը։ Դա է ուզում ասել, օրհնում եմ ձեզ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։